Արցախի պետական համալսարանի լրագրության ամբիոնի մոտ նեղ միջանցքում այսօր միայն գոհու ժպտացող դեմքերի կարելի էր հանդիպել։ Ապագայում լրագրությամբ զբաղվելու վճռականությամբ երիտասարդների միացել էր համալսարանի ղեկավար կազմը։ Առիթն ավելի քան սպասված է, ուստի շնորհավորանքների ու անցած ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին հիշողությունների պակաս չկար։ Ապագա լրագրողները նման հեռուստաստուդիայի կարիք հաստատ ունեցել են։ 25 տարի ես ղեկավարիչի ամբիոնը, որտեղ ընդգրկված էր նաև լրագրության բաժինը։ Մեծ դժվարություններ եք ունեցել։ Ուսանողները պիտի վազեին, հեռուստատեսություն պիտի գնային, տարբեր խմբագրություններ, իսկ լրագրողը իր տաղանդը դրսևորում է երկու միջոցով՝ խոսքի միջոցով եւ պատկերների միջոցով։ Այսօր արդեն մեր լրագրության բաժնի ուսանողները ստանում են մի շատ թանկարժեք նվեր, որը նպաստելու է նրանց արագ աճմանը։ Ուսանողությունը երազել է ունենալ ստուդիա։ Եվ ես ասեմ, որ մի քանի անգամ տարիներ շարունակ այդ հարցը միշտ օրակարգում էր, եւ ես ինչքան հիշում եմ, անգամ դա ձեռք են բերել, հեռուստացույց էին ձեռք բերել, ժամանակին ձեռք են բերել, ցիկլ են ձեռք բերել, կամերա, բայց որտեղ են չգիտեմ հիմա։ Այսուհետ տեսախցիկը, խոցափողն ու մոնտաժային համակարգիչը հավանաբար անհետ չեն կորչի։ Դրանց նկատմամբ ուշադրությունն ավելի քան մեծ է, առավելությունն էլ, որ այդ ամենը հավաքված է մի հարկի տակ։ Իրական հեռուստաստուդիա ունենալու համար համապատասխան աշխատանքները կատարված են, տեխնիկական միջոցները ձեռք են բերվել Արցախի հանրայինի մասնագետների խորհրդատվությամբ։ Վերանորոգվեց համապատասխան սենյակ համալսարանի ղեկավարության անմիջական աջակցությամբ եւ համապատասխան մասնագետների խորհրդով մենք ձեռք բերեցինք առաջին անհրաժեշտ սարքավորումները եւ ունենք արդեն համապատասխան մասնագետ, որը մեր ուսանողներին արդեն ճշմարիտ ուղի ցույց կտա։ Այս քայլով համալսարանի ղեկավար կազմը փորձել է զարգալ մասնագիտության որակական կողմին, որքանով դա կհաջողվի, ապագայի հարց է։ Ամեն դեպքում հեռուստաստուդիա ունենալու գաղափարն ինքնանպատակ չէ։ Նպատակը հետեւյալն է՝ ունենալ տեղում նկարահանման եւ մոնտաժման բոլոր հնարավորությունները, լուսաբանել Արցախի պետական համալսարանի գիտակրթական կյանքը, իսկ առաջին հերթին իհարկե ուսանողներին տեղում սովորեցնել բոլոր այն մանրամասները, որոնք պայմանավորված են, որոնք կապված են նկարահանման, մոնտաժման եւ պատրաստի արդեն նյութը հեռուստատեսություն եթեր ուղարկելու հենց առաջին գործողություններին։ Մեծ է ապագա լրագրողների ոգևորությունը։ Ոմանք իրենց պատկերացնում են հեռուստահաղորդավարի դերում, ոմանք մոնտաժային համակարգչի մոտ։ Կարևորը, որ նշում են ուսանողները, տեսականը գործնականում կիրառելու հնարավորությունն է։ Ապագայում մենք դեռ ժամանակ ունենք Արցախի պետական համալսարանում կրթվելու լրագրություն բաժնում, հեռուստաստուդիան մեզ հնարավորություն կտա ավելի ընդգրկել մեր ստացված գիտելիքները։ Մենք երկար տարիներ ենք սպասում հեռուստաստուդիային, որովհետև ուսանողներս ամեն անգամ դասերից հետո շատ բան սովորելով որոշում ենք ինչ որտեղ պրակտիկա եմ կիրառել, սակայն հնարավորություններ չունենք։ Դե բնական է, որ հեռուստատեսությունը արցախյան չի կարող մեզ ամեն անգամ ընդունել եւ ինչ որ բան ցույց տալ կամ սովորեցնել։ Սամվել Բալայան, Հովիկ Արաքելյան, օր